կատարիր գնումների իդեալ համակարգիր խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Հարգելի գործընկերներ, այս գործընթացը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ, այն վստահության, արժանապատիվ գործընկերության եւ եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է եւ ես ուզում եմ հաստատել, որ մի կողմից այս գործընթացը արժանապատիվ ճամփորդության հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մյուս կողմից նաեւ հնարավորություն է Հայաստանի իշխանությունների համար ապահովելու երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում։ Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ ես ուզում եմ հաստատել, որ մենք օր-օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը եւ սա կրկին շատ կարեւոր եւ պատասխանատու արձանագրում է մեզ համար։ Մենք էապես կարևորում ենք այն, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես գային այնպիսի ոլորտների համար, որոնք վերաբերում են կենսաչափական փաստաթղթերին, կենսաչափական համակարգին, սահմանների կառավարմանը, միգրացիայի եւ ապաստանի հարցերին։ Եվ այս արձանագրումը առաջանցիկ փուլում գտնվող կետի մասով ըստ էության սա հնարավորություն է եւս մեկ անգամ փաստելու, որ Հայաստանի Հանրապետությունը կանխատեսելի, պատասխանատու եւ վստահելի գործընկեր է եվրոպական միության համար։ Եվ ես ինչպես փաստեցի, սա պարզապես հերթական process չէ Հայաստանի Հանրապետության համար, սա կարևոր process է ապահովելու ինստիտուցիոնալ տարբեր փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տեսանկյունից եւ կարևոր էր այն, որ մենք ունեցանք նաեւ այս փուլում Անդրանիկ գագաթնաժողովը Հայաստան Եվրոպական միություն եւ դրանով նաեւ ստորագրեցին կարևորագույն փաստաթղթեր։ Ինչպես հիշում եք, հարգելի գործընկերներ, մենք ունեինք 74 հենանիշներ այս ամբողջ process-ում եւ ստացել են գործընկերների կողմից նաև 53 առաջարկություններ, որոնք զեկույցում շատ խնամքով արձանագրված են եւ մենք պատրաստական ենք նույն հետևողականությամբ շարունակելու նաև բոլոր առաջարկությունների իրացումը։ Հատուկ կարևորություն ենք տալիս նաև Frontex-ի հետ նախաստորագրված փաստաթղթերին, որովհետեւ շատ կարևոր է հատկապես սահմանների համալիր կառավարման process-ի շրջանակներում արդյունավետ գործընկերությունը Frontex-ի հետ եւ սա կարծում եմ կարևոր գործնական հիմք է սահմանների եւ միգրացիոն կառավարման ոլորտում ել ավելի սերտացնելու եվրոպական կողմի հետ մեր գործընկերությունը։ Ուրախությամբ ուզում եմ արձանագրել նաև, որ Եվրոպոլի հետ համագործակցությունը եւս ավելի սերտացել է իդեմս կապի սպայի նշանակմանը ի վերջո Եվրոպոլում եւ կարևորելով այն, որ մինչեւ նաև կապի սպայի նշանակումը մենք կարևորագույն օպերացիաների ենք մասնակցել նաև Եվրոպոլի շրջանակներում, սա պիտի տա ել ավելի զարգացնելու մեր հարաբերությունները եւ կապի սպային դիտարկելու որպես օպերացիոնալ կամուրջ Հայաստանի, Եվրոպոլի եւ ԵՄ անդամ պետությունների միջև եւ մենք առավելագույնս խաղալու ենք այն բոլոր օգուտները, որը որ կապի սպայի նշանակումը կտա Հայաստանի Հանրապետությանը։ Կցանկանայի նորից շեշտադրել, այս միտքը շատ կարևորում եմ եւ սա նաեւ վստահության մասին է խոսում, որ այս պայն Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է աշխարհում, ում հետ Եվրոպական միությունը ակտիվ երկխոսություն է վարում։ Եվ ուզում եմ նաև վստահեցնել, որ համատեղ աշխատանքի եւ փոխադարձ վստահության շնորհիվ է այն արձանագրումը, որ մենք այսօր արձանագրում ենք, որ կա գործողությունների ծրագիրը, ունենք առաջընթացի առաջին զեկույցը եւ հետեւողականորեն գնալու ենք առաջ որակով եւ պատշաճ ժամկետներում իրականացնելով գործողությունների ծրագրում նախատեսված բոլոր միջոցառումները։ Եվ վերջում ամփոփելով ուզում եմ փաստել հարգելի գործընկերներ, որ սա ԵՄ-ի հետ մոտակցման մեր ճանապարհին Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է մարդու կյանքի եւ կենսակերպի որակի վրա, Եվրոպան ճանաչելու հնարավորություն է տալու մեր քաղաքացիներին ավելի մոտիկից, քան երբևէ։ Thank you very much, Minister. Very much appreciated. We are very pleased to be here today. We follow now in the footsteps of the European Political Community Summit and the first ever EU-Armenia Summit that was held at the beginning of May. The first Commission Progress Report on the implementation of the Visa Liberalization Action Plan was handed over on that occasion.
and documents that this process has the political attention of the highest political leadership level in the European Union. Commission President von der Leyen. Բարի բոլորին, շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել, շնորհակալ եմ Տիկին նախարար, Եվրոպական միության եւ Հայաստանի միջև հարաբերություններ ավելի մոտ են, քան երբևէ, եւ եվրոպական քաղաքական համենքի գագաթնաժողովը սրա եւ նաեւ Երևանում ասացին Հայաստան առաջին գագաթնաժողով սրա բառապացույցն է, այս առիթով իշխանություններն հանձնվել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հանձնաժողովի առաջին զեկույցը եւ շատ ուրախ եմ այն կապակցությամբ դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները եւ այս ուղղությամբ աշխատանքները համահունչ ընթանում են. Commission President von der Leyen praised the progress Armenia has made in our dialogue. Եվ հանձնաժողովի Եվրոպական հանձնաժողովի նախագահ von der Leyen-ը բացի դրամատել այն առաջընթացը, որ Հայաստանի Հանրապետությունը արձանագրել է այս ուղղությամբ. And I would like to emphasize that both the authorities in Armenia, in particular the Ministry of Interior and the European Commission, take this process very seriously, and we do everything to make it a high quality but nevertheless a fast process. Եվ ես ուզում եմ արիթ օգտագործելով ընդգծել, որ մենք Եվրոպական հանձնաժողովը եւ նաեւ Հայաստանի իշխանությունների դեմասնակի գործերի նախարարության այս գործընթացը դիտարկում ենք շատ լրջորեն եւ պատրաստական ենք բարձր մակարդակի արդյունքներ ապահովել. Armenian citizens will very soon have biometric identification documents. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից. There will be a unified state population register. Գրանցվի տեղի կունենա կլինի բնակչության միասնական ռեգիստրը. And we are working on quite a number of other reforms. Եվ մենք աշխատանքներ ենք տանում մի շարք այլ բարեփոխումների իրականացման ուղղությամբ. Now, I understand the impatience of citizens to move towards full visa liberalization. Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը լիարժեք առանց վիզայի ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու վերաբերյալ. But we need to recognize that a lot of progress is already being made now. Բայց պետք է ընդունենք եւ ճանաչենք, որ մեծ առաջընթաց արդեն իսկ կատարվել է. We issue more and more visas to Armenian citizens. Մենք ավելի շատ թվով վիզաներ ենք տրամադրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այժմ. We issue more multiple entry visas to Armenian citizens. Եվ ավելի շատ քանակով բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում Հայաստանի քաղաքացիներին. And we are making joint efforts to reduce the visa refusal rate. Եվ մեծ ջանքեր ենք ներդնում համատեղ, որպեսզի մերժումների քանակը, վիզաների դիմումների մերժումների քանակը նվազեցնենք. I would also want to repeat what the minister has said in terms of relations with EU agencies. Ես ցանկանում եմ կրկնել, արձագանքել այն ուղերձին, որ դեպի նախարարը նշեց համագործակցությունների հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ. They really tie Armenia closer to the European Union. Դրանք իրոք Հայաստանը ել ավելի մոտ են դարձնում Եվրոպական միությանը. They open doors to better law enforcement. Գործակալությունները դուր են բացում ավելի լավ իրավապահ համակարգի կայացմանը. As well as to more effective border management. Ինչպես նաև ավելի արդյունավետ սահմանների կառավարման տեսանկյունից. My final point is that we must not look at this visa liberalization process as a separate process. Իմ վերջին ուղերձը հետևյալն է, ես չեմ ցանկանա, որ մենք վիզաների ազատականացման գործընթացը դիտարկենք որպես առանձին գործընթաց. We have taken in parallel initiatives for more trade and investment. Զուգահեռաբար մենք նախաձեռնություններ ենք ստանձնել ավելի շատ առևտուր եւ ներդրումներ ապահովելու ուղղությամբ. For research and education. Հետազոտությունների եւ կրթական ոլորտի համար. But also for cultural exchanges. Ինչպես նաև մշակութային փոխանակումների տեսանկյունից. And we look at visa liberalization as one element in this process of closer EU-Armenia relations. Եվ մենք դիտարկում ենք վիզաների ազատականացումը որպես
այս ամբողջ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև այս ամբողջ գործընթացի միայն մի էլեմենտ։ Thank you. Շնորհակալություն։ Սպասում ենք սա մեծամեծություն եւ եթե կարելի է առաջարկների դատարաններ հիմնական առաջարկները, որոնք ներկայացվել են Շնորհակալություն հանձնարարման համար, իրականում առաջին մասով, ժամկետի մասով ես միշտ եմ նշում, որ անշնորհակալ գործ է որևէ ժամկետ նշելը, որովհետև ժամկետի հետ կապված որքան է, որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջ պրոցեսն ապահովի, այդուհանդերձ եվրոպական կողմի դյուրություն է գտնում որոշման կայացումը, սա տրամաբանական է եւ ստանդարտ է, որևէ նորություն չկա Հայաստանի Հանրապետության դեպքում, բայց Հայաստանի Հանրապետության կողմից բնականաբար մեծ աշխատանք կա տանելու եւ ես որպես հայկական կողմի գլխավոր բանակցող այս մասով մեր թիմի առջեւ նաեւ խնդիր ունեմ դրված, որ երկխոսության մեկնարկից հետո մենք հնարավոր սեմ ժամկետում պիտի ապահովենք որակով եւ բացօց կերպով բոլոր գործողությունների կատարումը եւ 2-3 տարվա կտրվածքով ենք մեր առջեւ խնդիր դրել այս process-ը ապահովելու, ընդ որում ես չէի հավակնի նմանատիպ նույնիսկ ժամկետ հնչեցնելու, եթե պայմանական այս պայմանական կենսաչափական համակարգի ներդրման արդեն վերջին փուլում չգտնվեին։ Սա իհարկե մեր ներքին ժամկետներն են։ Բնական է, որ մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի այս ժամկետները գնալով ավելի կրկնվեն, փորձենք ավելի սեմ ժամկետում կատարել բոլոր միջոցառումները, բայց այդուհանդերձ ես ուզում եմ չմոռանանք, որ մենք պիտի այս process-ն ապահովենք որակով եւ պատշաճ կերպով եւ չգեներացնենք տարբեր ռիսկեր եւ եվրոպական կողմը եւս պիտի վստահ լինի, որ այն բոլոր գործողությունները, որոնք որ կատարված են, դրանք սկզբունքային, այսպես ասեմ, հենքի վրա դրված գործողություններ են եւ դա պիտի թույլ տա եւ վստահություն տա գործընկերներին կայացնելու համապատասխան որոշումը, բայց տեսնում եք, որ մենք այս պայծրությամբ անգամ մեր ակնկալիքից ավելի սեմ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, երբ որ երկխոսության մեկնարկից հետո շատ կարճ ժամկետում ենք ստացել գործողությունների ծրագիրը, ընդ որում գործողությունների ծրագրից հետո չնայած նրանք, որ վերջերս են ստացել գործողությունների ծրագիրը, բայց եվրոպական կողմը կարևոր ընդգծումներ է կատարել մեր առաջընթացի մասով, ընդ որում ես նորից եմ ուզում շեշտել, այնպիսի զգայուն թեմաներով ենք առաջընթացի տեմպեր գրանցել, ինչպիսին կենսաչափական համակարգի ներդրումն է, սահմանների կառավարումն է, միգրացիոն եւ ապաստանի վերաբերող հարցերն են, եւ ես ուզում եմ նորից պարզաբանել նաեւ մեր քաղաքացիների համար, որ առաջընթացի տեմպեր նշանակում է արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում, եւ կարծում եմ այս դրական նոտայով մենք պիտի կրկնակի դարձնենք մեր ջանքերը եւ գնանք հետեւողականորեն բոլոր գործողությունների իրացման ճանապարհով։ Ինչ վերաբերում է արտահոսքին եւ դրա հետ կապված տարբեր ռիսկերին եւ տարբեր քննարկումներին, ես նաեւ հանրային դիրքում տարբեր մտահոգությունների եմ հանդիպել տարբեր երկրների մասով, այդ նաեւ այն երկրների մասով, որոնց հետ Հայաստանն այս պետությամբ կարգավորում է իր հարաբերությունները, բայց ուզում եմ փաստել, որ եթե մենք եւ նաեւ եվրոպական կողմը ընկալել եւ գնահատել, որ կան արտագաղթի ռիսկեր, ես վստահեցնում եմ, որ մենք այս կետին ուղղակի չենք հասնում։ Սա ուզում եմ հստակ արձանագրել, որովհետեւ սրա համար ինձ հիմք են տալիս մի քանի փաստեր, հիմնվում եմ այդ փաստերի վրա։ Առաջինը, որ 2025 թվականը առաջին տարին է, որ մենք միգրացիոն ոլորտում արձանագրել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի եւ ելքերի դրական տարբերություն, դրական միգրացիոն սալդո, որը կազմել է 8660։ Այսինքն, եթե խոսեինք արտագաղթի ռիսկերի մասին, մենք կշարունակեինք բացասական դինամիկա արձանագրել այս ոլորտում։ Երկրորդը, որ մենք Եվրոպական միության հետ բնականաբար ռեադմիսիոն տարբեր համաձայնագրեր ունենք, որի շրջանակներում, որ մենք արձագանքում ենք
ցանկացած անկանոն միգրացիոն հոսքի արդյունքում Եվրոպական միության տարածքում գտնվող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության եւ հայտերը պիտի ասեն, որ գերակաշռ մեծամասնությունը դրական է, այսինքն մենք դրական ենք արտահայտվել եւ գտել ենք, որ պիտի ստանձնենք այդ հանձնարարությունը հետ ընդունելու մեր քաղաքացիներին։ Սա եւս կարծում եմ գործընկերների մոտ կառուցողական գործընկերության տրամադրվածությունն ավելի ամրապնդել է, որովհետեւ մենք չենք հավակնում մտածելու, որ այս process-ը պիտի թույլ տա հակառակը ավելի ընդլայնելու այն անկանոն հոսքերը, որոնք որ կարող են պրակտիկորեն առաջանալ։ Սա երկրորդ փաստարկը։ Եվ երրորդ փաստարկը, որ ուզում եմ հատուկ ընդգծել, դա այն է, որ մենք նաև ուշադրություն ենք դարձնում Եվրոպական միություն գնացող ապաստանի հայցերին եւ մի քանի թիվ եմ ուղղակի ուզում հնչեցնել, որոնք որ կարծում եմ ակնհայտ կդարձնեն, որ այս բոլոր խոսակցությունները արտագաղթի մասով ուղղակի առարկայազուրկ են։ 2016 թվականին այս առումով ունեցել են բավական անցանկալի ցուցանիշ, Եվրոպական միությանը ապաստանի վերաբերող հայցեր ներկայացրել են 7795 անձին, 2024 թվականին ԵՄ-ում ապաստանի դիմում են ներկայացրել արդեն 5130 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն տեմպերը նվազել են, բայց ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել 2025 թվականի ցուցանիշներին։ 2025 թվականին այս միտումը զգալիորեն նվազել է եւ ԵՄ-ում ապաստանի դիմում է ներկայացրել 3535 քաղաքացի ընդհանրապես։ Եվ եթե համադրենք այս թվական տվյալը իր նախորդի նշած փաստերի հետ, կնկատենք, որ Հայաստանի Հանրապետությունը այո, իր քաղաքացիների համար դարձել է գրավիչ պետություն, եւ մենք պիտի խնամքով պահպանենք այս ընկալումը եւ մոտեցումը մեր քաղաքացիների, եւ մեր քաղաքացիներն իրենց անվտանգության տեսանկյունից ապավինում են հենց Հայաստանի Հանրապետությունը։ Սա եւս կարևոր ընդգծում է, եւ կարծում եմ հենց այս քվերն են, որ Եվրոպական միության գործընկերներին թույլ են տալիս հավաստիանալու, որ ավելորդ process-ներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գեներացնում Եվրոպական միության եւ այո, կարող են ճամփորդել Եվրոպական միություն տարբեր նպատակների համար, նկատում եմ զբոսաշրջությունը, նկատում եմ գործնական այցելությունները, նկատում եմ ընտանեկան տարբեր միջոցառումները, որոնք կարող են լինել, բայց կայուն Եվրոպական միության տարածք մնալու մասով որևէ շոշափելի ռիսկ այս ժամանակահատվածում չեն գեներացել, հակառակը 2016 թվականի համադրությամբ կարծում եմ կնկատեք, որ զգալիորեն նվազել են Եվրոպական միությունում ապաստան հայցելու դեպքերը եւ սա կրկին առաջին հերթին ուզում եմ արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, հաստատված խաղաղության, ոլորտային տարբեր բարեփոխումների եւ երկրորդը այո, ես ուզում եմ նաեւ կրեդիտը տալ գործընկերներին, որ սա նաև Եվրոպական միությանը վերահսկված գործընկերության արդյունքն է, պարոն Լուկմերը նշեց տարբեր ուղղություններով մեր համագործակցության մասին, ներ կամ որևէ ինչ-որ խնդիրներ կներկայացնեն։ Սա ուղղակի ուզում եմ հատուկ ընդգծել եւ այդ բոլոր խոսակցությունները ուղղակի վստահ եմ, որ սրանով հանդերձ կդառնան առարկայազուրկ եւ ուղղակի կարիք չկա առանձին առանձնանալու առաջարկությունների մասով բնականաբար առաջին փուլում, քանի որ գնահատվել են հիմնական բաղադրիչները, բնականաբար գործընկերները դրանց տեմպերը արագացնելու կամ դրանք ավելի նուրբ երանգներով տարբեր տեսանկյուններից նայելու մասով ունեն առաջարկներ նշած, որոնք վերաբերում են օրենսդրական դաշտին, որոնք վերաբերում են կազմակերպչական դաշտին, այսինքն ոչ մի նորություն չունենք առաջարկների տեսանկյունից, կարիք կա ուղղակի հետևողականորեն շարունակելու մեր աշխատանքները նշեց, որ վիզաների ազատագրման գործընթացում դրական արդյունքներ ունենք, սակայն այսօր տեսնում ենք, որ վիզա ստանալը դժվարացել է։ Որոշակի դեր են խախտում առաջանում կամ տեսանյութերում դեր չեն լինում։ Ինչով են պայմանավորված այս խնդիրները, եթե մենք այնպես շինության կանոններ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այս պայմանությամբ Ես սկսեմ, հետո եթե պարոն Լուկները ավելացնելու բան կունենա, խնդրեմ կավելացնի, բայց գործընկերս իր խոսքում էլ նշեց, որ աճել են վիզայի տրամադրման դեպքերը, ընդ որում աճել են նաև մեր քաղաքացիներին հայտնի մուլտիվիզա ասվածը, այսինքն երկարաժամկետ մուտքի վիզաների տրամադրման դեպքերը նաև աճել, հետևաբար այս փաստական տվյալների կողքին այդ խոսույթը ուղղակի ապատեղեկատվություն է։ Ես հասկանում եմ, որ կան տարբեր դժվարություններ, փաստաթղթերի լրացման հետ կապված, երկարաժամկետ նաև պրոցեսներ կան հերթերիկ կառավարման տեսանկյունից, բայց գնալով մեր գործընկերներն ավելի շատ են ջանք գործադրում, որպեսզի տեղերում դեսպանատների կարողությունները նաև ավելի զարգացնեն, բայց թվական տվյալների մասով
ուզում եմ հնչեցնել հետևյալ պատկերը, սա ընդ որում թափանցիկ հասանելի է բոլորին, առաջին հացի զեկույցի մեջ այս թվական տվյալները կան, 2019 թվականին Հայաստանի քաղաքացիներին տրվել է 51,000 շենգենյան վիզա, որոնցից 34,8%-ը եղել է բազմակի մուտքի համար։ 2024 թվականին այդ թիվը հասել է 86,300, որից 43,5%-ը եղել է բազմակի մուտքի վիզաներ։ Այսինքն եթե զուտ համադրենք պատկերը, կնկատենք, որ էականորեն աճել է վիզայի տրամադրման մասով դրական որոշումները մեր գործընկերների կողմից եւ հատկապես բազմակի մուտքի վիզաները եւս աճել են, ընդ որում վիզաների մերժման մակարդակը մնացել է համեմատաբար կայուն, 13,2% է եղել 2019 թվականին, մի փոքր ավելի դրական պատկեր ըստ էության ունեն 2024 թվականին, որտեղ արձանագրվել է 12,4%։ Իհարկե այստեղ երկկողմ ջանքի կարիք կա, նաեւ մեր քաղաքացիների իրազեկվածության բարձրացման հետ կապված հարցեր ունեն, որպեսզի կարողանան հասկանալ ինչպես պատշաճ եւ ինչպես ճիշտ նպատակով օգտագործել այն վիզաները, որոնք որ պիտի հայցեն եւ տրամադրվի Եվրոպական միության կողմից։ Այնպես որ այստեղ ընդհանրապես տարբեր պրոցեսներ իրականացվում են, որպեսզի պատկերը շատ ավելի լավացվի, բայց այսօր մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ որ այս պրոցեսը առանձնապես պիտի դուրս գա մեր իրականությունից։ Այսինքն խոսում ենք առանց վիզայի Եվրոպական միության հետ ռեժիմի հաստատման ուղղությամբ մեր ձեռնարկած քայլերի մասով եւ վստահ եմ, որ եթե մենք նույն տեմպով շարունակենք եւ բոլոր միջոցառումները բացօթ ժամկետներում ապահովենք, շատ կարճ ժամանակ հետո մեր քաղաքացիներն ուղղակի կմոռանան այս փորձառությունը դեսպանատներ դիմելու, ինչ-որ մի բան ապացուցելու, փաստաթղթեր հավաքելու եւ այսպես շարունակ։ Իհարկե, նորից եմ ուզում շեշտել, որ առանց վիզային ռեժիմը ենթադրում է հստակ վավերապայմաններ, հստակ նպատակներ, որոնք որ մենք պետք է առավելագույնս ճիշտ տարբերակով օգտագործենք եւ լրացուցիչ ռիսկեր չգեներացնենք։ Պարոն Լուխներ, եթե ավելացնելու բան ունեք, Thank you. If I may, on the first question. Եթե թույլ կտաք առաջին հարցի վերաբերյալ, շնորհակալ եմ հարցի համար։ We have made good progress Մենք առաջընթաց ենք իրականացնում in a very short time, շատ կարճ ժամանակում, but you have to realize that this is a massive undertaking. բայց պետք է հասկանանք, որ շատ մասսայական եւ մասիվ իրենից մեծ պահանջներ ներկայացնող գործընթաց է։ At the end of the process, the European Commission and Armenia have to convince 27 member states of the Union that Armenia is ready. Գործընթացի ավարտին Եվրոպական միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է համոզեն 27 ԵՄ անդամ պետություններին, որ գործընթացը իրատեսական է եւ ավարտում։ Plus a majority in the European Parliament. Ինչպես նաեւ սրան պետք է հավատա Եվրախորհրդարանի մեծամասնությունը։ So imagine what would happen if we would now rush this process. Հիմա պատկերացրեք ինչ տեղի կունենա, եթե մենք այս գործընթացը արագացնենք, շուտափույթ դարձնենք։ If we get to a visa-free status, Եթե ի վերջո հասնենք առանց վիզայի ռեժիմի ներդրման, and then it doesn't work. հետո այն չգործի, արդյունավետ չլինի։ So we are emphasizing quality not only because we want to do a professional job, Ուստի մենք ընդգծում ենք հատկապես որակը այս գործընթացի ոչ միայն նրա համար, որ մենք ուզում ենք արհեստաբար եւ պրոֆեսիոնալ աշխատանք կատարել, but because it's the only way to get to visa-free status and to stay there. բայց նաեւ այն պատճառով, որ սա միակ եղանակն է, որ հասնենք առանց վիզայի ռեժիմի եւ պահպանենք այն։ On the second question, there are challenges in the way the European Union member states issue visas. Երկրորդ հարցի վերաբերյալ ասեմ այո, կան դժվարություններ այն ամենի վերաբերյալ ինչպես են եւ անդամ պետությունները տրամադրում մուտքի արտոնագրեր։ This is a global phenomenon, not only in Armenia. Եվ սա ընդհանուր առմամբ համաշխարհային գլոբալ հարց է, դա Հայաստանին չի միայն վերաբերում։ A number of our consulates have already made efforts to increase staff. Մեր հյուպատոսական ծառայություններից շատերը տարբեր պետությունների արդեն ջանք են ներդրել, որ անձնակազմի ծավալի մեծացում ապահովեն։ And offering different slots for the business community, for students, researchers. Եվ տարանջատեն ժամանակի տրամադրումը վիզաների համար ըստ նպատակի, բիզնեսներին, ուսանողներին եւ այլն։
As the minister said, overall the numbers go up, Ինչպես տիկին նախարարը նշեց, ընդհանուր առմամբ թվերն աճել են։ but we need to work on the visa refusal rate, Բայց մենք պետք է աշխատանք տանենք, որպեսզի վիզաների դիմումների մերժման տոկոսը կրճատվի։ which is often due to the fact that agencies to which this work is outsourced provide wrong information or deficient information to Armenian citizens. Եվ դրա պատճառը այն է, որ շատ անգամ այն գործակալությունները, որոնց արտապատվիրակված է այս գործընթացը, երբեմն թյուրիմացության հասցնող տեղեկություն են փոխանցում քաղաքացիներին։ But we've said from the beginning of this process, this is something we need to continue working on in parallel. Բայց ինչպես մենք նշեցինք ամենասկզբից, սա process է, որի ուղղությամբ մենք պետք է շարունակենք աշխատել։